Բարևձեզ, այսօր ես ձեզ կպատմեմ Շախբերանիի կարմիր գլխարկը։ Լինում է, չի լինում մի կարմիր գլխարկ։ Բարձր մի քիչ պատմի։ Մի օր նրա մայրիկը նրա ծնունդի նվիրում էր գլխարկ կարմիր գույն։ Եվ դրեց գլխարկը եւ ամբողջ օրը քնելու ցած ուտելուց չէր հանում, նրա անունը դրեցին կարմիր գլխարկ։ Մի օր կարմիր գլխարկի մայրիկը կարկանդակներ տվեց, տատիկ ասեց, բալե ես տատիկին կտանես, կարկանդակներ տաս, որ ես շուտ լավանա։ Ասեց, հա, կտանեմ, ասեց մայրիկը, բայց գուր կգնաց ոչ մեկին ջախբի հետ չխոսած։ Կարմիր գլխարկը քայլեց, գայլին տեսավ, գայլը ասեց, ուր ես գնում։ Ասեց տատիկիս տուն, ասեց տատիկի տունը ինչ ես անում, կարմիր գլխարկը ասեց կարկանդակներ եմ տանում, որ ուտի ու շուտ լավանա, ասեց ինչ լավ ես անում, դե զգուր գնա, որ հանկարծ բան, ասեց արի դու կարճ ճանապարհով գնա, ես երկար, բայց խաբեց չէ կարմիր գլխարկին, խաբեց կարմիր գլխարկին ու գնաց ինքը կարճ ճամփով, իսկ գայլը գնաց երկար ճամփով եւ գայլը գնաց շուտ արագ եւ հասավ տատիկի տուն, ասեց տուկ տատիկը ասեց ով է, ասեց կարմիր գլխարկը, եկել եմ որ քեզ կարկանդակներ տամ։ Տատիկը ասեց քաշի պարանը դուռը կբացվի, քաշեց պարանը դուռը բացվեց, մեկ է տատիկը տեսավ, որ գայլն է և գայլը գնաց տատիկին համբ կերավ, հետո գնաց գայլը տատիկի նման գլխարկ վերցրեց, դրեց մազերին ու պարկեց տեղերում, քիչ հետո կարմիր գլխարկը հասավ երգելով, ծաղիկներ քաղելով, հասավ տատիկի տուն, դուռը տուկ տվեց և գայլի մոտ գնաց, գայլը ասեց պարանը քաշի ներս արի, պարանը քաշեց ներս եկավ և տատիկը ասեց մի քիչ հեռու գնա, որ չվարակվես, հեռու գնաց և կարմիր գլխարկը ասեց տատիկ, ինչու է քո ականջները այդքան մեծ, որ քեզ լավ լսեմ, տատիկ, ինչու է քո քիթը այդքան մեծ, որ ես լավ շնչեմ, տատիկ, բա ինչու է քո բերանը մեծ, որ կարկանդակները ուտեմ։ Կարկանդակներ ուտի, թե կարմիր գլխարկին ուտի։ Կարմիր գլխարկին ուտի ու կերավ։ Ասեց ու կերավ, չէ, կարմիր գլխարկին։ Ասեց ու կերավ կարմիր գլխարկին և որսորդները ձենը լսեցին և ասեցին ես ինչ ձայն է, արի գնանք տեսնենք։ Գնացին, պարանի դուռը քաշեցին, ներս մտան ու տեսան, որ գայլը կերել է կարմիր գլխարկին և տատիկին և զենքերով կրակեցին գայլին և կարմիր գլխարկն ու տատիկը փորիկի մեջից դուրս եկան։ Եվ ինչ եղավ, բարին հաղթեց չարին։ Ապրես։